Գեներալ Անդրանիկ Փիլոյանի անունը շարունակվում է հնչել իրավապահ համակարգում։ Արմնուր լրատվականին հայտնի դարձավ, որ Գագիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբեր ամսին Վիգեն Գրիգորյանին տվել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի նկատմամբ ունեցած իրական ազդեցությունն օգտագործելու նպատակով։ Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Գագիկ Պողոսյանը տեղեկացված լինելով, որ իր ծանոթ Վիգեն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մտերիմն է եւ դրանով պայմանավորված վերջինիս նկատմամբ ունի իրական ազդեցություն, այդ ազդեցությունն օգտագործելու արդյունքում Անդրանիկ Փիլոյանի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատում իր զբաղեցրած պաշտոնից այլ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ծառայության կազմակերպման վարչության ավագ հրահանգչի հաստիքին տեղափոխվելու նպատակով 2021 թվականի դեկտեմբեր ամսին Վիգեն Գրիգորյանին անձամբ տվել է խոշոր չափերով 1.200.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն։ Միաժամանակ այդ գործընթացը կազմակերպելու նպատակով նույն թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 22:20-ին եւ 22:26-ին իր բջջային հեռախոսահամարի Viber հավելվածից Վիգեն Գրիգորյանի հեռախոսահամարին է ուղարկել այդ պահին զբաղեցրած պաշտոնի կոչման եւ նախընտրելի պաշտոնի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ իր սերիահամարի նույնականացման քարտի լուսանկարը։ Այս քրեական գործը հակակոռուպցիոն դատարանում է եւ ըստ էության արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի անունը հերթական անգամ կաշառքի գործով շոշափվում է։ Մենք կհետևենք, թե հակակոռուպցիոն դատարանը վերոնշյալ քրեական վարույթով ինչ որոշում կկայացնի։